Սրտանոթային հիվանդություններ եւ շաքարային դիաբետ ունեցողների համար նախատեսված դեղերը, որ սոցիալական կարգավիճակ ունեցողներին անվճար է հատկացվում, Առողջապահության նախարարությունը փորձում է պոլիկլինիկաներից տեղափոխել դեղատներ։ Վերջին տվյալներով միայն 350 դեղատուն է միացել այս ծրագրին։ Դեղատները ծրագրի մասնակիցը դառնալ չեն ցանկանում նախարարության սահմանած գնացուցակի պատճառով։ Ասում է փորձագետն ու հավելում, բիզնեսը դժվար է, իսկ փոխհատուցումները ոչ բոլոր դեպքերում են համարժեք։ Դեղն առնելուց հետո դեղատները պետք է գնից 5, 10 կամ 20%-ով պակաս վաճառեն։ Ցանկության դեպքում, սակայն, քաղաքացիները կարող են գնալ ու իրենց դեղը ստանալ, որ դեղատնից ուզեն, բայց խնդիրները ավելի շատ են, պարզաբանում է փորձագետը։ Քաղաքացին պետք է 3 հատ տարբեր դեղ վերցնի, հա։ Գալիս է տվյալ դեղատուն եւ այդ դեղատնում ընդամենը 1 դեղն է։ Հիմա ինքը պետք է գնի մնացած դեղատները, որոնք սպասարկում են իդեպ, որպեսզի այն մյուս դեղերն էլ գտնի եւ առնի, դա խնդիրներից մյուս կողմն է։ Երևանի կամ մեծ քաղաքների համար Երևան, Գյումրի, Վանաձոր ինքը նորմալ կարծես թե կարողանում են սպասարկել, բայց արդեն իր գյուղական շրջանների հետ կապված ինքը խնդիր է։ Խնդիրներից մեկն էլ այն է, որ պետության վրա ավելի թանկ է նստում։ Եթե նախկինում պետությունը մրցութային կարգով էր գնում իրականացնում, ապա այժմ արդեն այն մրցութային կարգով չի գործում, քանի որ արդեն իսկ սահմանվել է մանրածախ դեղորայքային գնի արժեքը։ Գների մեթոդաբանությունը կառավարությունն է սահմանել։ Առողջապահության նախարարությունը գնային տարբերությունը նորմալ է համարում։ Վերջերս նախարարությունը հայտնել էր, որ իրենց կողմից մշտապես փորձ է կատարվել գների մոնիթորինգ իրականացնել, եւ որ դրանով է պայմանավորված իրենց կողմից հնչած հայտարարությունն այն մասին, որ արդյունքները կամփոփեն, կհասկանան, թե այդ գների ձևավորման հետևանքով կամ արդյունքում ինչ խնդիրներ ունեն, ըստ այդմ էլ շտկումներ կիրականացնեն։ Եթե ինքը սենս տենես բյուջեից է դուրս գալի, ուշ թե շուտ մարդկանց գրպանին էլ է դա կպնում։ Եթե լավ նախկինում այդ ծրագրի նույն ծրագիրը օրինակ, հա, պետքա ծախսվել օրինակ, չգիտեմ, 50 միլիոն դրամ, հիմա բնականաբար ծախսվում է, չգիտեմ, 60 միլիոն կամ 55 միլիոն դրամ։ Այդ նույն դեղորայքի սպասարկման համար։ Ինքը բյուջեից է, դա միշտ տարբերի բյուջեն, ընդհանուր բյուջե է, որը որ սենց տենես, բյուջեն է ձևավորվում է քաղաքացիների, ընկերությունների կողմից տված հարկերից։ Խաչատրյանն ասում է, փոփոխություն իրականացնելու համար 1 ամիսն էլ բավական էր։ Եթե մի քանի ամիս էլ շարունակվի այսպես, ապա համակարգը վայրիվերումների կենթարկվի, ինչի պատճառով բուժառուները փաստի առաջ կկանգնեն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։